Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես երկինս եւ երկրի, ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ վարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներ բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիդ իր խաղաղության ու սիրո մեջ պահի որ մեր կյանքի բոլոր օրերում մենք կարողանանք Տիրոջ ճշմարտության մեջ ապրել եւ ամենակարևորը բաժանվել մեղքից եւ կարողանալ Տիրոջ ներկայության մեջ ապրել։ Ամեն ինչի պատճառը մեղքն է, բաժանումը, բոլոր տեսակի բաժանումների պատճառը մեղքն է եւ այսօր պիտի խոսենք շարունակությունը Տիմոթեոս Առաքյալին գրված երկրորդ նամակի 8-ից 16 համարները պիտի սերտենք, տեսնելու համար թե ինչ կարևոր պատգամներ Պողոս Առաքյալը, ինչպես պիտի մենք կարողանանք այս աշխարհի մեջ հավատարիմ մնալ։ Մենք անգամ խոսեցինք, որ ինչպես պետք է Սուրբ Հոգու զորությամբ, առաջնորդությամբ քրիստոնյան շնորհի, խաղաղության, ողորմության մեջ մնա, որպեսզի փրկությունը չկորցնի։ Այսօր նաև Պողոս Առաքյալը խոսքը պիտի ուղղի այնպես, որ մենք կարողանանք այդ ամենը նաև չվախենալով, քաջությամբ, համարձակությամբ այդ ամենի համար պայքարել եւ պահել։ Տեսնենք այսօրվա առաջին համարը, 8-րդ համարը։ Ուստի ամոթ մի համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ նրա կապյալին, այլ մասնակից եղիր ավետարանի համար եղած չարչարանքներին, զորությամբ Աստծո։ Տեսեք սիրելիներ, ասում է ուստի ամոթ մի համարիր վկայել Քրիստոսի համար, նաև ինձ համար, իբրև Պողոս Առաքյալ Աստծո կապանքի մեջ եմ, եւ Սուրբ Հոգու զորությամբ այդ ամենի համար պաշտպանի։ Ինչ է սա նշանակում։ Տիմոթեոսը եւ ընդհանրապես որոշ ում որ ուղղած է ամեն մեկից քրիստոնյաները ովքեր են զինվորներն են, չէ՞, Աստծո զինվորներն են։ Քրիստոնյան ինքը զինվոր է եւ զինվորականության, այսինքն այդ զինվորականությունը կոչված է ոչ թե իր ցանկությամբ, իր մղումներով, այլ Տիրոջից է կանչված ինքը այդպես լինելու։ Երբ որ մարդ ինքը մկրտվում է, մկրտությամբ ինքը զինվորագրվում է Քրիստոսի բանակին։ Ինքը դառնում է Քրիստոսի հոգևոր զինվորը, ֆիզիկական զինվոր այս աշխարհի մեջ եւ նաեւ պահպանող է այդ ամենի։ Ուրեմն ինչպես նաեւ մեկ ուրիշ տեղ հիշում եք Պողոս Առաքյալը ասում է որևէ զինվորական չի կարող չէ աշխարհիկ հոգսերով իր հրամանատարի գովասանքին արժանանալ, այնպես էլ քրիստոնյան իր հոգևոր զինվորության մեջ չի կարող մեղքի կյանքով վարձ ակնկալել։ Դրա համար ասում է ուստի ամոթ մի համարիր վկայել այդ ճշմարտության մասին։ Ուրեմն ինչ է սա նշանակում, այս զինվորականությանը հրավիրված են բոլոր մարդիկ առանց խտրականության։ Ծերն ու երիտասարդը, տղամարդն ու կինը, հիվանդն ու առողջը, հարուստն ու աղքատը բոլորը հրավիրված են այս զինվորությանը։ Եվ կարևոր չէ, ինչպես որ յուրաքանչյուր տան մեջ կան տարբեր անոթներ, չէ, արծաթից անոթներ, կավից անոթներ, քարից, այսինքն ամեն տեսակի, ուրեմն երկնքի արքայության մեջ բոլոր տեսակի մարդիկ պետք են, որպեսզի այդ զինվորականությունը լինի եւ մարդիկ կարողանան պահպանել։ Տեսեք ինչ է սիրելիներ, աշխարհը եւ աշխարհի մարդիկ ամեն դարում, բոլոր ժամանակներում պայքարել են քրիստոնյաների դեմ։ Առաջին դարից սկսած արդեն Քրիստոսի դեմ պայքարում են փարիսեցիները, հետո արդեն ռոմեական կայսրությունը, տարբեր երկրներ, որտեղ առաքյալները գնացին, գիտեք, մեծ մասը, բացի Հովհաննես առաքյալից, բոլոր առաքյալները նահատակվեցին, որովհետև չընդունեցին Քրիստոսի խոսքը, հետևաբար չընդունեցին եւ առաքյալներին եւ սպանեցին։ Գիտեք, որ երկու առաքյալը Թադեոս եւ Վարդոմոս առաքյալն էլ Հայաստան աշխարհում Սանատրուկ թագավորը Թադեոս առաքյալին մաշկազերծ արեց, իր աղջկան էլ հետը սպանեց, Վարդոմոս առաքյալին գլխատեցին, Պետրոս առաքյալին գլխի վայր խաչեցին, Պողոս առաքյալին գլուխը կտրեցին, Մատթեոս ավետարանչին նիզակով սպանեցին, այսինքն բոլոր են առաքյալները եւ բոլոր քրիստոնյաները բոլոր դարում ովքեր ճշմարտության մեջ էին ապրում, աշխարհը պայքարեց նրանց հետ։ Եվ պետք է պայքարեն, ծաղրեն, նույնիսկ նվաստացնել եւ շատ հաճախ էլ սպանել են, չէ՞։ Մենք ամեն անգամ որ սուրբերի տոները հիշատակում ենք, մենք տեսնում ենք թե ինչքան խնդիրներ կան, որ մարդկանց առաջին բանը, որ համոզել են, որ
հրաժարվեն Քրիստոսից եւ քրիստոնեական հավատքից, բայց այս մարդիկ իրենց արյան գնով պահել են ու փոխանցել են մեզ։ Դրա համար ասում է դու ամոթ մի համարիր վկայել Քրիստոսի համար։ Ցավոք սրտի այսօր մեր կյանքի մեջ շատ են մարդիկ, ովքեր որ ամաչում են վկայել իրենց հավատքի մասին։ Երբ որ երբեմն օրինակ ամենապարզը ես տեսնում եմ, ասենք երբ որ օդանավ ես նստում պիտի թռչես, շատ քրիստոնյաներ վախենում են խաչակնքվել կամ աղոթել, բայց բոլորը ծափ են տալիս, բայց հենց որ հանկարծ ինքնաթիռ այսպես օդի մեջ տատանվում է, բոլորը խաչակնքվում են կամ որպեսզի բացահայտ այսպես չխաչակնքվեն, երբեմն գիտեք ինչ են անում, մի հատ այսպես ճակատն են քորում, հետո մի հատ այսպես քորում են, հետո մի հատ այսպես, վերջում էլ այսպես իբր խաչակնքվեցին։ Հա, տարօրինակ է, բայց անողներ կան, նույնիսկ այսինքն եւ հաց պիտի ուտես, երբ որ ռեստորանում են կամ արագ սննդի կետում են, վախենում են խաչակնքեն, նոր ուտեն իրենց ուտելիքը։ Եթե սրանք են վկայություններ, որ դու պիտի անես, այսօր չկա մեր վրա կախված այս պահի դրությամբ մենք չունենք վտանգ, որ պետք է դու քրիստոնեությունից հրաժարվես, Քրիստոսին ուրանաս, բայց սատանան այլ գործիքակազմ ունի, այլ ձևով է մարդկանց առաջարկում մոլորվել։ Եվ շատերն էլ այդ վախին կամ ամոթին մարդկային տկարությունը տրվելով վախենում են վկայել։ Ինչպես Պողոս Արաքյալի ժամանակներում, հիմա էլ այս ժամանակներում աշխարհի բոլոր անկյուններում քարոզիչներ, հոգևորականներ, վանականներ հալածվել են, գիտեք։ Եկել են, բացահայտել են, իմացել որ սրանք հոգևորական են, քարոզիչ են, ասել են պիտի Քրիստոսից հրաժարվեք, բայց չեն հրաժարվել։ Եվ տանջանքներ են ենթարկվել, հատկապես այսօր գիտեք, միսիոներներ, որ գնում են աշխարհի տարբեր անկյուններում քրիստոնեություն քարոզելու, շատ-շատերը նահատակվում են, մենք չենք էլ իմանում նրանց անունները։ Բայց այդ մարդիկ գնացել են հանուն Քրիստոսի գիտակցաբար մարդկանց դեպի երկնքի արքայություն բերելու եւ այդ արքայության ճանապարհին էլ նահատակվել են։ Սակայն Աստծո զորությամբ մենք ինչ պիտի անենք, պիտի վիճակի լինենք համբերել եւ հատկապես Սուրբ Հոգու զորությամբ։ Ինչ նեղություն, դժվարություն, որ տեսնենք, հատկապես որ հոգեվորական կձերբակալեն, կդատապարտեն, կգնդակահարեն, սա չի նշանակում, որ մենք պիտի մեր հավատքը տկարացնենք ու վախենանք հավատալ։ Սովետական շրջանում ամենահալածված ժամանակը շրջանն էր, չէ՞ որ հազարավոր հոգևորականներ են գնդակահարվել, աքսորվել, քրիստոնյաներ, վանքեր ու եկեղեցիներ են փակվել, բայց մեր տատերն ու պապերը իրենց աղոթք արել են, պահել են իրենց հավատքը առանց վախենալու, որովհետև մեր Տերը Հիսուս Քրիստոս ինքն է, եթե դու քո կյանքը կապես աշխարհի ղեկավարների հետ, որ իրենք լավը լինեն, լավ քրիստոնյա կդառնանք, այդպիսի բան չկա, սիրելիներ։ Մեր նպատակը Քրիստոսին տեսնելն է, Քրիստոսով ապրելն է, ոչ թե տեսնենք ով ինչպես է ապրում։ Եթե մենք մարդկանց ապրած կյանքին պիտի նայենք, որ նոր քրիստոնյա լինենք, արդեն սխալված ենք մեր կյանքի մեջ։ Մենք արդեն ձախողած ենք, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքը կարող է սխալվել, որոշակի ժամանակ հետո կարող է մոլորվել, ինչպես կտեսնենք այսօր դասի ավարտում, ասում է շատ եղբայրներ լքեցին ինձ։ Երբ որ Պողոս Արաքյալը բանտում չէր, քարոզում էր, համարձակ ամենտեղ մտնում դուրս էր գալիս, հետը հազարավոր մարդիկ կային։ Բայց երբ որ Պողոս Արաքյալին ձերբակալեցին, ոչ ոք չմնաց, բոլորը հեռացան։ Նույնիսկ մոռացան Պողոս Արաքյալի մասին, որ այդ մարդը բանտում է, եւ վերջ այս մարդով ենք մենք քրիստոնյա դարձել։ Եվ բոլոր ժամանակներում այս խնդիրը եղել է, պիտի լինի, բայց մենք պետք է վիճակի լինենք համբերել բոլոր նեղություններին եւ ինչպես որ Կորինթացների նամակի մեջ ասում Պողոս Արաքյալը, ինչքան որ մենք մասնակից ենք այս աշխարհում Քրիստոսի համար կրած նեղություններին, գալիք փառքին էլ մասնակից պիտի լինենք։ Եվ մեկ ուրիշ տեղ էլ ասում է, որ համեմատում եմ այս կյանքի նեղությունները եւ փառքը, որ պիտի ստանամ, ասում է ոչինչ է, համեմատելու չէ, ինչ որ մեզի սպասում է։ Ուրեմն հանուն Քրիստոսի նեղությունների մասին, այսինքն այնպես չէ, շատ մարդիկ կան, գողություն են անում, մարդ են սպանում, կաշառում, բանտարկվում են, ասում են, ինչ տառապանք քաշեցինք, սա Քրիստոսի համար չէ։ Այլ երբ որ քո հավատքի համար, երբ որ դու հավատում ես, քեզ ծաղրում են, բամբասում են, հետևից չարախոսում են, երբեմն կարող են պատժել, սրա մասին է խոսքը, որ քո քրիստոնյա լինելու համար կարող են քեզ աշխատանքից օրինակ հեռացնել։ Այսօր խնդիրներ կան իսլամական երկրներում, որ իմանում են քրիստոնյա ես, աշխատանքից ազատում են։ Շատ եվրոպական երկրներում դու խաչը քո պարոնացին գցած չես կարող դուրս գալ, որովհետև իրավունք չունես քո կրոնական հավատքը ցույց տալու։ Բայց ասենք այդ նույն երկրում իսլամ դավանողը կինը կարող է գլուխը ծածկել իսլամական հագու կապով դուրս գալ փողոց, բայց քրիստոնյան իրավունք չունի այդ ամենը անելու։ Ուրեմն սրանք էլ այլ տեսակի պայքարներ են, որ մղում են քրիստոնյաների նահանջեն։ Ինչքան որ քրիստոնյաները նահանջեն, այնքան էլ չարը պիտի ուժեղանա։ Ուրեմն Պողոս Արաքյալը այստեղ նաև ինչ է ասում, տեսեք, ասում է. մի ամոթ մի համարիր, վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ կապյալի,
Այսինքն իր մասին։ Այստեղ անձնական խնդրանք ունի Պողոս Առաքյալը, որ ինձ չմոռանաս, իմ մասին կհիշես, կաղոթես, որ Քրիստոսի համար եմ բանտարկված։ Ինչ է սա նշանակումն էլ, սիրելիներ, որ մենք մարդիկս շատ հաճախ նեղվում ենք, չէ՞, որ որոշակի ժամանակ մեզ չեն հիշում։ Երբ որ դու պաշտոնի ես ելնում, որ կարևոր մարդ ես լինում, շատ-շատերը միշտ զանգում են, որպիսությունդ հարցնում են, հանկարծ երբ որ հիվանդանում ես, տկարանում ես, դուռդ բացող չկա, եւ դու ամենաշատը սպասում ես այն մարդկանցից, ում որ դու շատ ես օգնել քո կյանքում, եւ այդ մարդիկ չեն գալիս քեզ այցելության։ Հիմա այստեղ ասում է իմ մասին էլ չմոռանաս, որ Քրիստոսի բանտարկյալն եմ, տեսեք այդ ժամանակ Պողոս Առաքյալը Ռոմի բանտում էր, շատ հավատացիան նրա տեղը չգիտեին, բայց ասում է իմ մասն էլ կխոսես, որ ես Քրիստոսի համար չարչարվում եմ, վկայում եմ, ոչ թե որ խոսեմ Պողոս Առաքյալին հիշելու համար, այլ որպեսզի Պողոս Առաքյալը կյանք օրինակ դառնա մյուսներին, որ տեսեք Ռոմի քաղաքացի էր, բարձր գիտելիքներ ուներ, կրթություն ուներ, փարիսեցի էր, բայց հանուն Քրիստոսի բանտում նստած էր եւ ինչ էր անում, վրան էր գործում իր ձեռքի աշխատանքով, հիշում եք նամակի մեջ որ ասում է ոչ մեկիդ վրա բեռ չեղա, այսինքն նույնիսկ չխնդրեցի որ ինձ կերակրեք, իմ համար հագուստ ուղարկեք, ուտելիք ուղարկեք, ես ինքս հանգամ իմ ձեռքի աշխատանքով շատ շատերին կարողացա օգնել։ Դրա համար ասում է ինձ էլ հիշիր, որովհետև աշխարհը այդ ժամանակ մոռացել էր, մերժել էր ու արհամարել էր։ Մեզ թվում է թե Պողոս Առաքյալը ժամանակի երևելի մարդն էր, բայց տեսեք մերժված, մոռացված, արհամարված էր բանտում։ Այն քրիստոնյա, որ հազարավորներ իր ձեռքով մկրտվել էին, քրիստոնյա էին դարձել, նոր մարդ էին դարձել, ստրկությունից ազատագրվել, իր տիրոջ հետ հավասար էր դարձել ստրուկը, հանկարծ Պողոս Առաքյալը մոռացված էր։ Բայց ինքը չի տրտնջում, չի տխրում, ասում է ինձ էլ հիշիր, նաև հատկապես քո աղոթքների մեջ, որպեսզի քո վկայությունը լինի այնպեսին, որ մարդիկ իմ կյանքը տեսնելով իրենք էլ ուզեն քրիստոնյա դառնան։ Եվ այս ամենը, որ ասում է Պողոս Առաքյալը Տիմոթեոսին, ասում է քեզ հանկարծ չպիտի վախեցնի, այլ հակառակ պետք է քաջությամբ եւ համարձակությամբ պայքարես Քրիստոսի համար։ Ամեն ինչ պիտի անես, ինչ էլ որ լինի, ինչ էլ որ գան, քեզ ստիպեն, ասեն, վախեցնեն, հանկարծ չհրաժարվես ճշմարտությունը խոսել։ Դրա համար հիշում եք Մատթեոս ավետարանում Հիսուս ինչ է ասում. Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով, ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն, ցնծացեք եւ ուրախացեք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ եղել են։ Տեսեք, ասում է, երանի ձեզ, երբ որ հալածեն իմ անվան համար, ցնծացեք եւ ուրախ եղեք։ Այսինքն, երբ որ քեզ Քրիստոսի համար կհալածեն, կնեղեն, որ դու քրիստոնյա ես, որ դու աղոթում ես, դու պատարագ ես գնում, դու ուրախ եղիր, հանկարծ չամաչես, հանկարծ չխուսափես։ Տեսնում եք, չէ՞, երբեմն մարդիկ ոգևորված գալիս են եկեղեցի ու կար ժամանակ հետո էլ չեն գալիս, որովհետև փողոցում, շենքում, բարեկամների մեջ սկսեցին խոսալ, մեղադրել, խելքդ գցել ես 21-րդ դարն է, ինչ պահք պահել, ինչ աստվածաշունչ կարդալ, ով է տեսել գնաս բանը, աղոթես, այսքան տարի աղոթեցինք, ինչ փոխվեց մեր կյանքի մեջ, եւ ընտանեկան ճշմարտ, հարևանների շրջապատի ճշմարտ պատճառով մարդը դադարում է եկեղեցի գալ։ Եվ այստեղ է որ մարդը պարտվում է։ Ուրեմն մտնելը մեկ բան է, դրա մեջ մնալը մեկ ուրիշ բան է։ Հավատալ Քրիստոսին մեկ բան է, հետևել Քրիստոսի մեկ այլ բան է։ Եթե սկսում ես, պիտի ավարտին հասնես։ Չի կարելի կեսից կանգ առնել ու ասել, դե հոգնել եմ, չեմ կարող, այսքան տարի աղոթեցի, բավական, այլևս չեմ ուզում։ Եվ տեսեք, նաև Հռոմեացի նամակի մեջ Պողոս Առաքյալը արդեն խոսք ասացի, ինձ այնպես է թվում, թե այս ժամանակի չարչարանքները արժանի չեն Բաղդադվելու գալիք փառքի հետ, որը հայտնվելու է մեզ։ Արժանի չեն, համեմատելու չէ, ինչ որ մենք ստանալու ենք։ Դրա համար ասում է ամոթ մի համարիր վկայել եւ շատ կարեւոր է որ այս վկայությունը մեր կյանքի մեջ ձևական իցույց մարդկանց չլինի, այլ հակառակը Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու առաջնորդությամբ մենք կարողանանք այդ վկայությունը տալ, որ մենք քրիստոնյա ենք, Քրիստոսին ենք պատկանում եւ չենք ամաչում մեր հավատքի համար։ 9-րդ համարը որ փրկեց մեզ եւ կոչեց Սուրբ կոչումով ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախախնամության եւ շնորհի, որ տրվեց մեզ հավիտենական ժամանակից առաջ ի Քրիստոս Հիսուս։ Ինչ կոչումի մասին է, սիրելիներ։ Ուրեմն Աստված ինչ արել մարդուն։ Ոչ միայն փրկեց մեզ մեղքից, չէ, մեղքի գերությունից, այն ժամանակ, երբ որ մենք Իրանից հեռու էինք, օտար էինք, թշնամի ենք ասում, փրկեց եւ երկրորդ կոչում տվեց մեզ։ Ինչ կոչում է։ Սուրբ լինելու։
Ուրեմն մարդը կոչում ունի այս աշխարհի մեջ սուրբ լինելու։ Իր հրավերը սա է այս աշխարհի մեջ, որպեսզի սուրբ կյանք ապրես։ Այսինքն միայն մկրտվել ու ասել, որ ես փրկված եմ, սա բավական չէ։ Շատ հաճախ եմ հանդիպում մարդկանց, որ ասում են, ես փրկված եմ։ Ես էլ միշտ հարցնում եմ, ով քեզ ասեց, որ փրկված ես։ Դու մինչև չմահանաս, դու չգիտես փրկված ես թե չէ։ Այո, մենք փրկված ենք, երբ որ հավատում ենք, դարձ ենք ունենում, մենք փրկվում ենք մեղքի իշխանությունից, սատանայի գերությունից ազատվում ենք, բայց մուտք գործելու հավիտենական կյանք, դու այդ կյանքը պիտի ապրես։ Այդ կոչումը պիտի պահես, որ տեսեք, ձեզ օրինակը բերել եմ Սուրբ Պատարագին, որ նշխարքը բարձր, ինչ եմ ասում, ի սրբություն, այսինքն սրբությունը սուրբերին, այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով ուզում են սուրբ լինել, այսինքն դու քեզ պիտի պատրաստվես։ Հիսուս ասում է, որ այս հացից ուտի, ես գալ եմ իր մեջ բնակվեմ, ինքն էլ իմ մեջ բնակվի։ Հիմա ո՞նց պիտի անենք, որ Քրիստոս մեր մեջ բնակվի, ոչ թե գա հյուր ու գնա։ Ես երբ որ երեխաներին մկրտության ժամանակ հաղորդությունը պիտի տամ, ասում եմ, լսիր, ասում եմ, որ մեկը գա քո ընկերներից քո տուն, հետո ինչքան կուզենա մնա քո տան, ումից է կախված, ասում եմ, ինձ ինչ պիտի անես, որ հետո գա, ասում եմ, դեպի իր հետ պետք է խաղամ, իմ խաղալիքները չգողանամ, պահեմ, թաքցնեմ, ասեմ, ըհը։ Երբ որ նույնն է, որ դու Քրիստոսին ճիշտ չվերաբերվես, ճիշտ չհյուրընկալես քո կյանքի մեջ, ինքը գնալ էլ չուզենալու քո տուն գա։ Այդպես է, չէ՞, մեր տուն եթե հյուրը գա, լավ չդիմավորենք, հաջորդ անգամ կգա, չի գա։ Ուրեմն նույն պարագան այստեղ է, կոչված ենք այդ սուրբ կյանքը ապրելու։ Եվ մեզ կոչեց ոչ թե նրա համար, որ մենք գործեր ենք կատարել, տեսեք, մենք գործերով չէ որ պիտի փրկվենք։ Շատ հաճախ մարդիկ թվում իրենք որ շատ բարի գործեր կատարեն, իրենք փրկվել են։ Մենք գործերով չենք փրկվում։ Գործերը միջոց են մեր հավատքը ցույց տալու համար, այլ ասում է իր նախախնամությամբ եւ շնորհով։ Այսինքն Տերը նախապես ինքը պատրաստել էր մեզ համար այդ փրկությունը։ Նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով։ Հիմա մի հարց, սիրելիներ, երբ Աստված որոշեց մարդուն փրկել, երբ որ Ադամն ու Եվան պտուղը կերան մեղանչեցին, թե դրանից առաջ։ Երբ որոշեց Աստված։ Դրանից առաջ, ապրեք։ Ուրեմն մեղանչելուց առաջ Աստված գիտեր, որ մարդը պիտի մեղանչի։ Աստված նախապես ուներ պատրաստած ծրագիրը, որ մարդը, որ մեղանչի, ինչպես պիտի փրկվի։ Ոչ թե որ Ադամն ու Եվան կերան, արդեն Սուրբ Երրորդությունը հայրը որդին Սուրբ Հոգին հավաքվեցին, ասին, «Բայ եկեք մի հատ ծրագիր կազմենք, տեսնենք ոնց ենք այս մարդկությանը փրկում», այլ կար այդ ծրագիրը եւ Հիսուս պիտի գար աշխարհ մարդկանց փրկելու համար։ Աստված գիտեր, որ մարդը չի կարող մինչև վերջ մնալ հավատարիմ։ Մարդը տկար է, չէ՞ իր բնությամբ, թույլ է եւ չէր կարող մինչև վերջ մնալ։ Եվ հատկապես այն զգացողությունը, որ մենք աստվածներ կարող ենք դառնալ, մենք աշխարհը կարող ենք փոխել, մենք կարող ենք աշխարհում ինչ որ ուզենք այնպես անել, այս զգացումը արդեն պատճառ է, որ մարդը մեղք գործի։ Եվ այս մեղքը գործելուց առաջ, տեսեք, ասում է, սա Եփեսացին ուղղված նամակից էր, որ աշխարհի արարումից առաջ պատրաստես փրկությունը մեզ համար, որպեսզի մենք կարողանանք մուտք գործել այդ հավիտենական կյանք։ Ուրեմն քրիստոնյայի կոչումը սուրբ լինելը, մաքրված, զտված լինել Տիրոջով, այսինքն ոչ միայն մաքրվել, սուրբնել եւ զտված պիտի լինես։ Աշխարհից առանձնացած պիտի, որովհետեւ աշխարհի հետ բարեկամություն անելը թշնամություն է Աստծո հետ։ Երբ որ դու աշխարհը սիրում ես, աշխարհայինը սիրում ես, դու չես կարող Աստծուն սիրել։ Դրա համար Հիսուս ասում է, չենք կարող երկու տերերի ծառայել, կամ պիտի մեկին սիրես, մյուսին ատես, կամ հակառակը, նրան սիրես, այս մյուսին ատես։ Չես կարող երկու տերերի ծառայել։ Մենք մեկ տեր ունենք եւ իրեն ենք գնում, դեպի իր փրկությունն ենք մենք գնում եւ այդ ճանապարհով պիտի հասնենք, որպեսզի զտված եւ մաքրված լինենք։ Եթե ուզում ենք Աստծո հետ լինել, ուրեմն ինչ պիտի անենք, պետք է բաժանենք մեղքից։ Եթե ուզում ենք մեղքի հետ լինել, մենք բաժանվում ենք Աստծուց։ Ուրեմն այդ մեծ անջրպետ կա մեղքի եւ Աստծո մեջ, այսինքն դու պետք է ընտրես, որ ապրում ես ուզում լինես, Աստծո ներկայության մեջ հավիտենական կյանքը ժառանգելով, թե մեղքը ընտրելով, Աստծոց բաժանվելով, հեռու ապրելով։ Երբևէ մտածեցիք, օրինակ, Ադամն ու Եվան ինչու պտուղը ճաշակ, իրենք ինչ որ բանի պակաս ունեին։ Ոչ մի բանի պակաս չունեն, բա ի՞նչն էր, որտեվ իրենց ունեցածը նաեւ գնահատել չիմացան։ Մենք էլ չէ կորցնելուց հետո ենք գնահատում շատ-շատ, թե մարդկանց, թե մեր նյութականը, որ կորցնում ենք, թե տարբեր բաներ մեր կյանքի մեջ որ կորցնում ենք, հետո ենք հասկանում, որ այս ինչ արեցինք մենք։ Իրենք էլ ամեն ինչ ունեն, ամենակարևորը Աստծո ներկայության մեջ են ապրում։ Պատկերացնում եք,
ընտանիքի պես ամեն օր Աստծո հետ քայլում էին դրախտում, շրջում էին, զրուցում էին, խոսում էին, երջանիկ էին եւ երբեք մտնելով չէր անցել այդ պտուղը քաղել ուտել, բայց երբ որ Սատանան ասաց հակառակը, որ ուտեք դուք էլ աստվածներ կդառնաք, ասում է Եվան նայեց եւ շատ հաճելի թվաց աշկին։ Միանգամից ցանկացավ արգելված պտուղն ուտել։ Դրա համար մեզ համար թեւավոր խոս դարձավ, որ արգելված պտուղը քաղցր է։ Այսինքն ինչ որ արգելված է, որ մեղք պիտի բերի, կործանում պիտի բերի, մենք ձգտում ենք դրան։ Երեխան էլ չէ, միշտ գնում է կրակետ, այնքան է խաղում, մինչև մատը վառում է, նոր հետ է կանգնում։ Մենք էլ այնքան ենք գնում մեղքի մեջ մտնում, մինչև պատժվում ենք, կորցնում ենք շատ բան, հետո նոր հետ ենք վերադառնում, բայց արդեն շատ դժվար է, ինչպես անառակ որդին, չէ, մինչև ստորության աստիճան հասավ, խոզի կերկ երավ, նոր հիշեց, բայց չէ որ ես իմ տանը առոք-փառոք ապրում էի, տաք անկյուն ունեի, տաք ճաշ ունեի, տանը ծառաներ կային, հիմա ես եկել եմ ստրուկ եմ դարձել այստեղ։ Եվ ինչպես որ անառակ որդու վերադարձին հայրը գրկաբաց ամեն օր ճանապարհն է նայում, այնպես էլ Աստված ուզում է որ մենք մեղքից բաժանվենք, մեղքը կտրենք մեզանից, դուրս նետենք, որ կարողանանք մոտենալ Քրիստոսին։ Ուրեմն մյուսը փրկությունը մեր արժանիքը չէ, արդեն ասացի, որ Աստծո նախախնամությամբ ու շնորհով եղավ սիրելիներ, այլ Աստծո շնորհն է, որ անարժան մարդկանց հավիտենական կյանք է տալիս։ Սա Աստծո շնորհն է, այսինքն ողորմությունը։ Դրա համար մենք ամեն անգամ ասում ենք ողորմիր մեզ Տեր, չէ՞։ Տեր ողորմիա, Տեր ողորմիա, այսինքն Տեր ողորմություն արա մեզ, թե մենք անարժան ենք, մեղավոր ենք, այս ժամանակակից աշխարհի մեջ ժամանակի մեղքերով ապրում ենք, այս աշխարհի մեջ ենք, բայց դու մեզ ողորմություն արա, որպեսզի մենք փրկվենք։ Եթե Աստված մարդուն չողորմի, սիրելիներ, որևէ մարդ այս աշխարհի մեջ չի կարող փրկվել։ Դե մենք բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք, բոլորս էլ շատ կամ քիչ մեղքեր ենք գործում։ Մեկինը տեսանելի, մյուսինը անտեսանելի։ Անցյալ անգամ դասի մեջ լսենք, չէ՞, ասում են մեղքեր կան, որ հիմա պիտի հայտնվեն, մեղքեր կան, որ գալիքն է, այսինքն դատաստանի ժամանակ պիտի հայտնվեն։ Ուրեմն Աստված արդեն ասացի, որ անակնկալի չեկավ, երբ որ մեղքը գործվեց, Ադամն ու Եվան գործեցին, այլ մարդը մեղք գործելուց առաջ փրկության հնարավորություններ եւ Աստված այդ փրկությունը Հիսուս Քրիստոսով ուղարկեց մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ փրկության ծրագրի մասն ու բաժինը ունենալ։ Եվ վերջին հատվածը տեսեք, ասում է տրվեց մեզ հավիտենական ժամանից առաջ Քրիստոս Հիսուսով։ Առանց Հիսուս Քրիստոսի փրկություն չկա, սիրելիներ։ Սա շատ կարևոր է գիտակցել։ Ես այսօրվա առավոտյան հարց ու պատասխանի մեջ մի բան ասացի, հիշում եք, որ միայն ասել, որ հավատում եմ Աստծուն, դե աղոթելու կարիք չունեմ, ինքը գիտի, որ ես իրեն սիրում եմ, սա բավական չէ։ Եթե դու մեկին սիրում ես, դու ձգտում ես, չէ՞, այդ զրուցել։ Երբ որ դու մեկին սիրում ես, դու ուզում ես իր հետ ժամանակ անցկացնել։ Եվ ինչպես որ մենք ժամերով կարող ենք մեր սիրելի հետ խոսել, աղոթն էլ այս Հիսուս Քրիստոսի բերած ճշմարտությունը հասնելու համար է, որպեսզի աղոթելով դու կարողանաս գտնել այն ճշմարտությունը, նաև այն ծրագիրը, կամքը, որ Աստված դրել է քո առջև փրկությանը հասնելու համար։ 10-րդ համարը, բայց հայտնվեց այժմ մեր փրկչի Հիսուս Քրիստոսի երևալով, նա որ կործանեց մահը եւ լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով։ Ինչ ավետիս բերեց Հիսուս մեզ։ Ինչ ավետիս էր։ Փրկության ավետիս է։ Հիսուսի աշխարհ գալու միակ նպատակը մեկն է, սիրելիներ, մարդկանց փրկելը։ Եվ Հիսուսի ծնունդով մենք ինչու ենք սուրբ ավետման տոն ասում, չէ՞, ավետիս ասում, սուրբ ծնունդը ավետիս ենք անում իրար, Քրիստոս ծնավ եւ հայտնեց, ինքն փրկության բարի լուրն ենք փոխանցում, որ Քրիստոս ծնվեց, ուրախացեք, փրկությունը եկավ աշխարհ։ Ուրեմն փրկության ավետիսը բերեց։ Առաջին անգամ ի հայտ եկավ Հիսուս Քրիստոսի հայտնություն։ Մինչև Հիսուս Քրիստոս, սիրելիներ, մարդիկ թեև օրենքը գիտեին, մարգարեությունները գիտեին, բայց տեսանելի չէր, հասկանալի չէր իրենց համար։ Շատ հաճախ իրենք էլ կարդում էին ռաբիները, փարիսեցիները ժողովարաններում մեկնաբանում էին, բայց իրենց համար հասկանալի չէր։ Երբ որ Հիսուս ասաց. Ես եմ կյանքը, ճշմարտությունը, լույսը, մարդիկ մոլորվեցին, չէ՞, ոնց թե դու կարող ես ճշմարտություն լինել, ճանապարհը, կյանքը լինել, լույսը լինել։ Երբ որ գնաց հրաշք պիտի գործեր, ասեցին, սա Հոսեփի Մարիամի որդին չէ։ Իրենց մեջ էր Հիսուս, փրկություն իրենց մեջ էր, բայց չհավատացին մարդիկ։ Ուրեմն փրկության ավետիսը մեզ հայտնվեց, այսինքն Աստծո ծրագիրը մեզ համար տեսանելի դարձավ Հիսուս Քրիստոսով։ Առաջին պայմանը սա էր՝ հավատալ Հիսուս Քրիստոսին։ Հավատացիր,
Մուտք ես գործում այդ ծրագրի մեջ եւ երբ որ համակարգիչ պիտի մտնես, ինչ ես անում, չէ՞, քո գաղտնաբառն ես, չէ՞, հավաքում։ Նույնը Հիսուս Քրիստոսին հավատալով դու մտնում ես այդ ծրագրի մեջ, որպեսզի քո գործողություններ անելով Հիսուսի հետ հասնես հաղթական ավարտին։ Քանզի Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը եւ աշխարհի ցանկությունները։ Տեսեք, մերժենք աշխարհի ցանկություններն ու ամբարշտությունները, այսինքն մեղքը պիտի մերժես քո կյանքից, որպեսզի Քրիստոս գա եւ քո մեջ բնակվի։ Եթե չմերժեցիր այս ցանկությունները, ինչքան էլ Հիսուս ուզենա քեզ փրկել, չի կարող սիրելիներ։ Անհնար է, առանց մեր օգնության, ձեզ շատ եմ ասում, սա միակ տեղն է, որ Տերը մեր կարիքը ունի։ Մեզ փրկելու համար ինքը մեր կարիքն ունի։ Ամեն բան առհատորեն մեզ տալիս է, առանց մեզ հարցնելու փրկում է վտանգներից, փորձություններից, հիվանդություններից, բայց մեր փրկության համար ինքը մեր կարիքն ունի եւ մենք պիտի գնանք, որպեսզի կարողանանք փրկվել։ Երկրորդ այստեղ ասում է. Հիսուս խորտակեց մահը։ Մահը ինչ է, սիրելիներ, մեր վերջին թշնամին է մահը։ Գիտեք, չէ՞, սա որ մեր վերջին թշնամին է մահը։ Այսինքն բոլոր տեսանելի, անտեսանելի փորձությունները մենք հաղթահարում ենք, ամենադժվարը մահվան, վերջին թշնամություն, որտեվ մահվան ժամին է, որ մարդը սկսում է կասկածել։ Մահվան ժամին է, որ մարդը նույնիսկ կարող է հրաժարվել Քրիստոսից։ Շատ դժվար զգացողություն է սա, տեսեք, ասում է, իր մահով մահը խորտակեց, մեզ անմահություն պարգևեց, չէ՞, մենք 50 օր Սուրբ Հարությանը երգում ենք, իր մահով մահը խորտակեց։ Ուրեմն Հիսուս իր կյանքը տվեց, մահացավ, հաղթեց ֆիզիկական եւ հոգեվոր հավիտենական մահվանը, մեզ կյանք տվեց, սա մեր վերջին թշնամին է, որ մեզ խայթում է։ Բայց Պողոս առաքյալը, տեսեք, ասում, մահ ուր է քո խայթոց, այլևս չեմ վախենում։ Բայց մենք քրիստոնյաներս մինչև այսօր վախենում ենք մահվանից, չէ՞։ Ինչքան էլ որ բացատրում ենք, որ մահը մարմինն է առանց հոգու, այսինքն բաժանված է հոգին մարմնից վերադարձել է, խոսքի համաձայն Սողոմոնի իմաստունի, որ կա ժամանակ ապրելու, կա ժամանակը մեռնելու, մարմինը վերադառնում է հողին, հոգին վերադառնում է Աստծուն։ Ինչքան էլ մենք սա գիտակցում ենք, մենք հասկանում ենք, բայց երբ որ մի երիտասարդի մահ, ֆիզիկական մահ ենք ունենում մեր ընկերական, ընտանեկան կյանքի մեջ, մենք միանգամից ուր ենք հայտնվում հուսահատության գիրկը։ Մենք միանգամից կորցնում ենք երբեմն մեր հավատքը, որովհետև վերջին թշնամություն, այսինքն ինչ էլ որ պատահում է մեր կյանքի մեջ, օրինակ տեսեք, ցանկացած ծնող ինքը պատրաստ է տարիներով իր զավակին խնամել, անդամալույս լինելով, ոտք չունենա, ձեռք չունենա, չխոսի, բայց իր զավակի մահը չի ուզում տեսնել։ Բայց երբ որ մահը գալիս է, այդ ամբողջ աշխարհը քանդվում է միանգամից, որովհետև նախ դու ինքդ ես դադարում ապրել։ Եվ միայն մեծ հավատք պետք է ունենաս, որ դու կարողանաս ապրել։ Այդ Մակաբայցների գիրքը, որ ընթերցեք, այնտեղ շատ հետաքրքիր մի դրվագ է Շամունայի եւ իր որդիների պատմությունը, երբ որ իր տղաները զոհվում են, վերջինն է մնում, ասում է տղաս դու էլ գնա զոհվիր, որ եղբայրներից հետ չմնաս, երկնքի արքայության պսակին արժանաս։ Մայր իր զավակին ասում է գնա զոհվի։ Ուրեմն ինչ հավատ պիտի ունենաս, ինչ վստահություն պիտի ունենաս հավիտենական կյանքի մասին եւ ինչպես պիտի հաղթահարես ունես մահվան վախը քո կյանքի մեջ Քրիստոսով, որ դու նման բան առաջարկես քո զավակին։ Դրա համար մեր վերջին թշնամին ամենավտանգավորն է եւ ամենաշատ ցավ պատճառոն է նաեւ մեզ։ Եվ տեսեք Կորինթացիներին առաջին նամակի մեջ ասում է վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է եւ Աստված ամեն ինչ հնազանդրեցեց դնելով նրա ոտքերի տակ։ Վերջին թշնամին մահն է, որ պիտի ոչնչացնի։ Այսինքն, երբ որ դու հավատալով քո աչքերը փակում ես, դու արդեն հաղթեցիր մահվանը։ Ով է գնում քաջաբար զոհվելու, ով որ մահվան հանդեպ իր վախը հանել իր կյանքից։ Եվ ինչպես Հիսուս է ասում, չկա ավելի մեծ սեր, քան այն սերը, որ մեկ իր կյանքը տալիս է ուրիշներին փրկելու համար։ Նշանակում այս մարդը այլևս գիտի ինքը ուր է գնում հավիտենությամբ հաղթարել այդ մահվան վախը։ Երբ ենք մենք վախենում, երբ որ ինչ-որ բան ունենք, հավաքած, թաքցրած, կուտակած եւ չենք հասրել ապրել վայելել, մենք վախենում ենք, որ բա ում պիտի մնա այս ամեն ինչը։ Ում համար ենք արել այս ամբողջ բանը։ Տեսեք, ասում է շատ են խոսում հուղարկավորության ժամանակ, ամբողջ կյանքը աշխատեց, դրեց, սարքեց, չվայելեց։ Ում էր պետք է այս ամեն ինչը։ Բայց ով է ասում, որ պիտի վայելենք մեկ այս աշխարհի մեջ այդ ամեն ինչը։ Այդ ամենը տված չէ վայելումը։ Սրանք մեր պետքեր են։ Այո, մարդը դի տուն ունենա, տաքանկյուն ունենա, մեքենան այսօր շարժվի, գնա, գա, բայց սա մեր վայելքը չէ։
Սա մեր կյանքի հանգստությունը չէ, դրա մեջ հանգստություն չկա, հակառակ ինչքան շատ ես ունում, այնքան ցավերդ են շատանում, այնքան մտահոգություններդ, վախերդ են շատանում, այնքան վտանգն է ավելանում քո կյանքի մեջ։ Դրա համար, երբ որ դու հաղթահարում ես այս ամենը, նաև գիտես ինչի համար ես ապրում։ Նա իր մահով մահը խորտակեց, եւ այժմ պետք չէ նաև մահից վախենան, քանի որ Հիսուս կյանք եւ անմահություն բերեց, լույսը բերեց աշխարհ։ Երեմ լույս բերեց աշխարհ, Քրիստոս սիրելիներ, կյանք եւ անմահություն։ Հիմա տեսեք Հիսուսի խոսքը ինչ ասում է, ով որ հավատա ինձ, թեև մեռնի, պիտի շարունակի ապրել։ Անհավատ մարդը, Քրիստոսին չճանաչող մարդը չի կարող այս խոսքերի իմաստը հասկանալ, ինչպես կարող է մարդը մեռնել, բայց շարունակել ապրել։ Մեզ համար է մարդը մահանում, մենք ենք ասում մարդը մեռավ, բայց Աստծո համար կան մեռելներ ու ողջեր։ Աստծո համար բոլորը ողջ են։ Ոմանք երկրի վրա են, ոմանք արդեն հավիտենության մեջ են։ Ինչպես ինքն է ասում Աստված, ես Աստվածն եմ, ոչ թե մեռներ ողջերի Աբրահամի, Իսահակի, Հակոբի։ Եվ Քրիստոս այդ լույսը բերեց, անմահությունը բերեց եւ մարդիկ արդեն հասկացան, որ նաեւ մահը միջոց է Աստծուն տեսնելու համար։ Տեսեք, մենք մեր ամբողջ կյանքում ինչ ենք անում։ Փնտրում ենք, չէ՞, ճշմարտությունը։ Ուզենք թե չուզենք, մեզ հետարքիր է, հավատում ես կամ չես հավատում, քեզ պետք է իմանալ կյանք կա մահից հետո թե չկա։ Դու ամբողջ կյանքդ փնտրում ես, երբ ես գտնում քո փնտրածը մահով։ Մահանում ես, նոր հասկանում ես, կար թե չկար, եթե հավատացել ես, փնտրածդ վայելում ես, եթե չես հավատացել, տառապում ես։ Ուրեմն մահով ես գտնում ճշմարտությունը եւ վայելում ես։ Ուրեմն այս կյանքը տված է փնտրել, գտնել ու վայելել մահից հետո հավիտենությունը։ Եվ այդ լույսն էր, որ Քրիստոս բերեց մեզ համար։ Այս հավիտենական կյանքը սկզբում ինչ էր սիրելիներ, մարդկանց համար անհասկանալի էր, չէ՞, որ մեկին հիմա էր, որ ասում ես մահից հետո կյանք կա, մարդիկ այսպես զարմացած նայում են, բայց այնտեղից ոչ ոք հետ չի եկել, ինչ իմանանք կյանք կա թե չկա։ Այս չէ որ Քրիստոս հետ եկավ այնտեղից։ Մյուս օրինակը մենք ունենք Ղազարոսի հարություն, հիշում եք, երբ որ Քրիստոս Ղազարոսին հարություն տվեց, 4 օրվա մեռել էր, չէ՞։ Հետո Ղազարոսը դարձավ եպիսկոպոս, Կիպրոսի առաջին եպիսկոպոսն է։ Գնաց իր քույրերի Մարթե Մարիամի հետ Կիպրոսում քարոզեց, այնտեղ նահատակվեց, իր գերեզմանը մինչև այսօր կա Կիպրոսում է։ Բայց ասում է Ղազարոսը հարությունից հետո այլևս չծիծաղեց, որովհետև այդ 4 օրի ընթացքում դժոխքի տանջանքներն էր տեսել։ Պատկերացնեք 4 օրում ինչ է ապրել, որ իր ամբողջ կյանքում հետո չծիծաղեց։ Տեսել էր տանջանքները, տառապանքները, մի բանի, որ մարդկանց համար անորոշ էր, չէին իմանում, կա թե չկա այդ ամեն ինչը, մեզ համար դա հասանելի էր թե չէ։ Ուրեմն այս հավիտենական կյանքը ծածկված էր սկզբից, այն խորհրդի նման էր եւ այժմ այն բացահայտված է բոլոր մարդկանց համար, սիրելիներ։ Եվ հիշում եք, երբ որ Հիսուս խաչվեց, ինչ եղավ։ Այդ պահին ինչ տեղի ունեցավ։ Երկրաշարժ, ճաքեց, խավարեց, տաճարում ինչ տեղ ունեցավ, վարագույրը մեջտեղից պատռվեց, այսինքն սրբություն սրբոցը, որ մինչև այդ միայն քահանայապետն էր տարվա մեջ մեկ անգամ մտնում իր եւ ժողովրդի մեղքերի համար աղոթում դուրս գալի, հիմա բաց էր, բոլորիս համար հասանել, այսինքն միայն մեկ հոգի չէ, այլ բոլորս ենք հրավիրված տեսնելու այդ ճշմարտությունը եւ ապրելու այդ ճշմարտությամբ։ 11-րդ համարը Ավետարան, որին քարոզիչ կարգվեցի ես եւ առաքյալ եւ վարդապետ հեթանոսների։ Տեսեք, ավետարանի համար, ասում է, ես կարգվեցի առաքյալ, վարդապետ եւ քարոզիչ։ Ուրեմն ավետիսը բարի լուրը, որ բերվեց աշխարհի մեջ, փրկություն քարոզելու համար է։ Հռոմեացի նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է, ես ամոթ չեմ համարում ավետարան, որտեղ անում եմ Աստծո փառքի համար։ Ուրեմն ամեն մեկս էլ մենք հրավիրված ենք քարոզիչ լինելու, առաքյալ լինելու եւ ուսուցիչ լինելու։ Հրավիրված ենք ամեն մեկս մեր կյանքով, մեր գործով, մեր խոսքով այդ ամենը վկայելու համար։ Եվ սա նաեւ Պողոս առաքյալը Տիմոթեոսն է, որ շատ կարեւոր է քո անձնական օրինակը։ Ես մը հրավիրվեցի այս ճշմարտությունը, որ Հիսուս եկավ փրկության ծրագիրը բերեց մեզ, մահվանը հաղթեց, ես կոչվեցի դրան, ոչ թե ես իմ ցանկությամբ, այլ Աստված ինձ կոչեց, չէ՞։ Հիսուսը դարձավ Պողոսին ասեց պիտի գնաս, ինձ համար քարոզվես, չարչարվես, նահատակվես, ինքը ամոթ չհամարեց։ Դրա համար նաև ասում է քո անձը բոլորին օրինակ դարձրու բարի գործերի համար, ուսման մեջ պահիր անկեղծությունդ, սրբությունդ եւ պարկեշտությունդ։ Ուրեմն տեսեք պայմանները, անեղծություն, այսինքն մաքրություն, պարկեշտություն, սրբությունդ պիտի պահես։
քո քարոզածի մեջ եւ քո ապրած կյանքի մեջ։ Ցավոք սրտի, որ մեր կյանքի մեջ, այս աշխարհի մեջ բոլոր կանչվածները չէ որ մինչև մերժ մնում են այս ամենի մեջ։ Տեսեք, Հուդան ինքը առաքյալ էր, չէ՞, Տեր իրեն ընտրեց առաքյալ լինելու։ Հուդան շատ մոտ ապրեց երկնքին, այսինքն Աստծո հետ էր, չէ՞, ամեն օր Աստծո որդու հետ էր։ Շատ մոտ էր երկնքին, բայց իր վախճանը որտեղ եղավ դժոխքում։ Ուրեմն մենք էլ հրավիրված ենք, կանչվածները շատ են, 56 ընտրվածները քիչ են, ուրեմն բոլորը հրավիրված են, բայց բոլորը չէ որ պիտի փրկվեն, որովհետև մարդիկ իրենք պիտի այս 3 պայման ունենան. անեղծ պահեն իրենց, սուրբ պահեն, մաքուր պահեն եւ իրենց պարկեշտությունը չկորցնեն եւ օրինակ լինեն իրենց կյանքի մեջ։ Եվ հատկապես սա վերաբերում է հոգեվորականներին։ Հովան Ոսկեբերյան հայրապետն ասում է, որ դժոխքի հատակը հոգեվորականներով պիտի պատված լինի, որովհետև հոգեվորական ինքը կամավորապես հանձն է առել, չափավոր կյանքով ապրել, իրենց զրկել շատ որ կարելի է բոլորին եւ իր կյանքով վկայել այդ ճշմարտությունը, բայց երբ որ դու շեղվում ես այս ճանապարհից, դու այլևս չես կարող գտնել այդ ճշմարտությունը։ Դրա համար Հուդան էլ առաքյալ էր, բայց ինքը ուրացավ, մատնեց, վերջում էլ գնաց դժոխքում ապրել։ Ուրեմն սա մկրտվածն է դեռ պայման չէ փրկության։ Սա նորից դրա մասին ենք խոսում, որ տարիներով մեր աղոթած լինելը, պատարագի մասնակցելը, սուրբ գիրք անգելն դեռ փրկություն չէ, եթե այս կետերը քո կյանքի մեջ պահված չեն եւ դու չես փորձել ամեն օր երեկվանից ավելի լավը լինելու։ Եթե դու չես փորձել քո կյանքի մեջ վերջին մեղքդ մաքրելու, սրբագրելու, որ կարողանաս Քրիստոսին դիմավորել։ 12-րդ համարը, ահա թե ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, քանզի գիտեմ թե ում եմ հավատացել եւ վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչեւ այն օրը։ Տեսեք սիրելիներ, Պողոս առաքյալի միակ մեղքը որն էր, որ ինքը ձերբակալված էր։ Ինչի համար էր ձերբակալվել։ Քաղաքականությամբ էր զբաղվել։ Ոչ։ Պետության դեմ ինչ որ հանցանքեր գործել, չէ։ Մեկ բան, ավետարան էր քարոզում, Քրիստոս էր, ինքը դրա համար էր ձերբակալված։ Ուրեմն տեսեք, միակ մեղքը սա էր, որ ինքը ավետարան է քարոզել, Քրիստոս է քարոզել, սակայն ոչ մի ամոթալի բան չկար, չէ, Քրիստոսին քարոզել համար։ Չկա այդպիսի բան։ Բայց ինքն էլ ասում է, ամոթ չեմ համարում չարչար, որովհետև գիտեմ ում եմ հավատացել եւ ինչի համար եմ հավատացել եւ ինքն էլ ասում է իմ ավանդը կպահի մինչեւ դատաստանի օրը։ Ուրեմն սա շատ կարեւոր է հասկանալ, որ յուրաքանչյուր քրիստոնյայի առաքելություն, երբ որ ինքը նեղություններ պիտի կրի, թող կրի միայն ավետարանի համար, Քրիստոսի համար։ Ինձ բանտում բանտարկյանները շատ են հարցնում, որ գնացինք, աղոթեցինք, հաջորդ օրը բռնվեցինք։ Գնացի մոմ վառեցի, դուրս եկա, ինձ բռնեցին։ Մտես մարդու մտածում է, չէ, որ ինքը գնացել Աստծո մոտ, մի հատ էլ ինքը Աստծուն լավություն է, տես եկել եմ քո մոտ, բայց մարդը չի գիտա, դու գնացել ես Աստծո մոտ, որոնք պիտի մեղքիդ համար փոխհատուցում անես, պիտի ապաշխարես։ Ճանապարհ չունես, եթե զղջացել ես քո արածի համար, գիտակցաբար կամ անգիտակցաբար, դու պիտի ապաշխարես, այդ ճանապարհը պիտի անցնես, դա բանտում կլինի, հիվանդության ճանապարհով կլինի, նեղության մեջ, բայց դու պիտի ապաշխարես, քո հանցանքը պիտի մաքրես քո վրայից։ Բայց տեսեք, Պողոս առաքյալն ամոթ չեմ համարում, ուրախ եմ, որ Քրիստոսի համար եմ, այսինքն այդ չարչարանքները անգամ քաղցրություն էր։ Ավարյարի ճակատամարտից հետո գիտեք, շատ հայ հոգևորականներ ձերբակալվեցին եւ մոգերը տարան գցեցին բանտ եւ փորձեցին նրանց կրոնափոխ անել։ Եվ ասում է բանտում հոգևորականները, որ գիրք չկար, բայց անգիր գիտեն սաղմոսներ, աղոթներ, ասում է, երբ որ աղոթում են, լույս էր ճառագում բանտում։ Եվ ասում է նույնիսկ մոգերից մի քանիսը, որ եկել ինձ դարձի բերելու, իրենք էլ քրիստոնյա դարձան, որովհետև այդ չարչարանքի նեղության մեջ իրենք ուրախ էին։ Ոչ թե տխրել են, որ ինձ բանտարկեցին, էլ ոնց եմ տուն գնալու, բայց այսօր ոնց եմ տանել, որ տակ ճաշ ուտեմ, այս գետնի վրա ոնց եմ քան, հակառակ իրենք ուրախ էին։ Ցնծության մեջ էին եւ այս չարչարանքները ինձ համար դարձավ փրկություն։ Եվ տեսեք Պետրոս առաքյալն էր, որ շատ նեղություններ կրել, ինչ է ասում. Ձեզանից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան կամ որպես գող կամ որպես չարագործ կամ ուրիշ գործի խառնվող։ Իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն այդ անվամբ։ Երբ որ գող մարդասպան ասում տարապում ես, սա չասեք որ Քրիստոսի համար եմ, այլ երբ որ քրիստոնյա ես դրա համար ես տարապում,
փառավորիր Աստծո անունը քո կյանքի մեջ, որ քեզ ծաղրեցին այսօր Քրիստոսի համար, որ այսօր քեզ ծաղրեցին, քեզ այսօր բամբասեցին, չարախոսեցին, որ դու աղոթող մարդ ես, դու Քրիստոսին հավատում ես, Սուրբ Գիրք ես կարդում, մի ամանչիր դրա համար։ Այս նեղությունները, հալածանքները ուրախությամբ ընդունիր։ Պողոս առաքյալը նաև կատարելապես վստահում էր Աստծուն եւ իր հոգին հանձնել էր Աստծուն, չէ՞, ես գիտեմ ում եմ հավատացել։ Սա շատ կարևոր է, որ մինչև այս մարդ իր կյանքում իմանա, որ իր հոգին, շունչը, փրկությունը ամբողջ Աստծո ձեռքերի մեջ է։ Ինչ էլ որ մարդիկ անեն, հնարավոր չէ։ Հայրենական պատերազմի ժամանակ ռուս մի զինվոր գերի են գնում, սիրելիներ, շատ հավատացյալ մարդ է լինում։ Երբ որ պիտի տանեն գնդակահարեն, գերմանացի սպան ատրճանակը ճակատին սխում է, չի կրակում։ Երկրորդը, երրորդը, ատրճանակը փոխում է երկրորդը։ Ես գերին ասում եմ, չես տեսնում, որ Աստված չի ուզում, որ ես մեռնեմ։ Ինչ էլ անես, չեմ մեռնելու։ Աշխատում է, կրակում է օդ, լինում է, պահում է ճակատին, չի կրակում։ Որում ինչ վստահություն պիտի ունես դու Աստծո հանդեպ, որ քո հոգին, շունչը, փրկությունը սա իր ձեռքերում ես հանձնել, ինքն էլ քեզ առաջնորդում է։ Եվ երբ որ տեսնում ենք հрьяաները, երբ որ Հիսուսից հետո փորձեցին առաքյալներին ճնշել, Գամաղելը եւ Նիկոդեմոսը, ովքեր որ հավատում էին Քրիստոսին, հիշում եք ինչ արեցին, ասեցին, ինչպես կարող ենք առանց քննելու, գուցե մենք աստվածամարդ դառնանք։ Եվ հрьяաները հարցակվեցին, կարող դու ես Քրիստոսին հավատում, ուրեմն դու կարող ես նաև աստվածամարդ դառնալ այս ճանապարհով, երբ որ դու սկսում ես Աստծո դեմ պայքարել։ Տեսեք, Հիսուս երբ որ Պողոս առաքյալն ասում է, Պողոս, ինչու ես ինձ հալածում, ասում է, դու ես, ես քեզ չեմ հալածել, ասում է, չէ, Քրիստոսին հալածում ես, ինձ ես հալածում։ Երբ որ դու մեղքը տարածում ես, մեղքի տարածողն ես դառնում, դու նաև այդպես ես Քրիստոսին հալածում։ Սա էլ հալածանքի մի ուրիշ ճանապարհ է։ Երբ Պողոս առաքյալը կատարելապես նաև վստահում էր Աստծուն, եւ իր անznապես, որտեվ ճանաչում էր, չէ՞, ինքը Հիսուսին, անznապես ճանաչում էր։ Մեզանից քանիսն է անznապես ճանաչում Հիսուսին։ Շատ քիչ մարդիկ։ Մենք խոսում ենք Հիսուսի մասին, մարդիկ այնպիսի գեղեցիկ ճառեր կարող են խոսել Հիսուսի մասին, բայց անznապես իրենք չեն ճանաչում Հիսուսին։ Երբեմն հանդիպում ես մարկանց, չէ՞, որ քո մասին այնպիսի բաներ են պատմում, դու էլ ես զարմանում, քեզ չեն տեսել իրենք, երբեք քո հետ չեն շփվել, բայց որպես իրենք ցույց տան, որ իրենք քեզ ճանաչում են, քո հետ ճանապարհ են անցել, քո լավ ընկերն ու բարեկամն, հորինում են պատմություններ։ Այնպես էլ շատ հաճախ տեսնում ասում եմ, ես այսօր ձեզ Աստծուց հայտնություն ունեմ, չկա այդպիսի բան։ Դու այնքան պիտի մաքրվես, սրբվես, որ Աստված քեզ հայտնություն տա, ոչ թե խոսես, չարախոսես, ատելություն քարոս, ասես Աստծո գործն եմ անում։ Դրա համար Հիսուս ինչ էր ասում, որ կգա ժամանակ, որ նույնիսկ ձեզ կսպանեն եւ կմտածեն, որ Աստծո փառքի համար են անում այդ ամեն ինչը։ Ուրեմն Պողոս առաքյալ անznապես ճանաչում էր եւ հանգիստ էր եւ գիտեր, որ Տերը կպահի եւ ամեն ինչ իր կյանքում վստահել է, տեսեք, իմ ավանդը մինչեւ այն օրը, այսինքն մինչեւ դատաստանի օրը, ինչ որ ես քարոզել եմ, ինչ որ ուսուցանել եմ, Աստված այս ճշմարտությունը կպահի։ Հիմա տեսեք 2000 տարի անցել, մենք Պողոս առաքյալի նամակները կարդում ենք, սերտում ենք, սովորում ենք, իր փոխանցած ավանդն է մեզ։ Այդ գանձն է, որ Պողոս առաքյալը թողել է մեզ, որպեսզի մենք Քրիստոսի երկրորդ գալստյանը փրկվենք։ Այն օրը նա կստանա նաև իր վարձը։ Ուրեմն մեր վարձը նաև պիտի ստանանք, այսինքն դատաստանը միայն դատապարտելու համար չէ, նաև մարդկանց վարձատրություն տալու համար է, սիրելիներ, թե մենք իբրև քրիստոնյաներ ինչ վարձ կստանանք։ Հիսուսը այդ օրինակ առակով է, չէ, պատմում ես, որ ասում է մի մարդ գնաց, կանչեց իր ծառաներին, քանքարները տվեց, մեկը 10-ի վրա 10 ավելացրեց, 5-ի վրա 5-ը, մեկն տարավ հողի մեջ թաղեց։ Եվ որ Տերն եկավ հաշիվ պահանջելու, այն երկուսը տվեցին, Տերը գովաբանեց, երրորդն ասեց, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես, տարա հողի մեջ թաղեցի։ Ասում եմ, բայց եթե գիտեր խիստ մարդ եմ, պիտի գամ, ինչ որ չեմ ցանել, պիտի հնձեմ, ինչ որ չեմ տվել, պիտի պահանջեմ, ինչու ասում է չտարար տվեցի լումայա փոխներին, գոնե այդպես շահեիր, այսինքն գոնե բարի գործ կատարեիր, հա, քո հավատքը գոնե բարի գործերով ցույց տայիր մարդկանց, բայց դա էլ չար, ասում սրանից վերցրեք, տվեք նրան, ով ուներ 10, այսինքն եթե դու արել ես այս ամենը վարձատրության ժամանակ, իմ սիրած բան որ Աստված պարտքի տակ չի մնում, ավելիով, եռակիով, քառակիով քեզ պիտի վերադարձնի, քո մի կտոր հացը որ տվել ես աղքատին 10 անգամ ավել, թե այս կյանքում է քեզ տալիս օրհնության տեսքով, թե հաջորդին հավիտենական կյանքի մեջ։ 13-րդ համարը, որպես օրինակ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք ինձանից լսեցիր, այն հավատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Հիսուսին միանալով հավատացյալները։
Ուրեմն տեսեք, այսօր շատ քարոզիչներ, նույնիսկ հոգևորականներ ողջամիտ վարդապետություն չունեն։ Սա շատ կարևոր է։ Տեսեք, ասում է ուշադիր եղիր, մնա ողջամիտ վարդապետ, այսինքն առաքելական եւ ուղղափառ հավատքը ճիշտ պահիր։ Չի կարելի ասել, գիտեք, այն ժամանակ ուրիշ կերպ էին մարդիկ ապրում, այսօր չեն կարող ապրել։ Այն ժամանակվա մարդիկ այլ կերպ էին մտածում, մենք այդպես չենք կարող ապրել։ Կապ չունի, որ 21-րդ դարն է։ Առաջին դարում էլ, 8-րդ դարում էլ, 14-րդ դարում էլ, 21-րդ դարում Տիրոջ պահանջը նույնն է։ Մնալ ավետարանի ճշմարիտ վարդապետության մեջ։ Այսինքն մեզանից դուրս բաներ չհորինենք, նոր սովորություններ չբերենք, մտցնենք մեր կյանքի մեջ, սխալ մեկնաբանություններով չպղտորենք մարդկանց հոգիներն ու միտքը, այլ այս ողջամիտ վարդապետությամբ կարողանանք պահպանել։ Նա ով միացած է Հիսուս Քրիստոսին, նա արդեն ունի ճշմարիտ ուսմունքը, չէ՞, ով որ հավատում է, միացել է Հիսուս Քրիստոսին սուրբ հաղորդությամբ Քրիստոսին հրավիրել կյանքի մեջ, ինքը ունի այդ ճշմարիտ վարդապետությունը։ Բայց սա պետք է զգուշությամբ պահես, որովհետև շատ կարևոր է սերը այստեղ։ Սիրով պիտի անես այս ամենը։ Երբ որ մի բան դու ստիպողաբար ես անում կամ պարտադրված ես անում կամ ցույց տալու համար ես անում, դու չես կարող մնալ այդ վարդապետության մեջ։ Եթե դու սիրում ես, այդ սերը պիտի պահես եւ Աստծո նկատմամբ եւ ճշմարիտ սեր մարդկանց հանդեպ։ Այսինքն դու պիտի հավատք ունենաս Աստծո հանդեպ եւ ճշմարիտ սեր մարդկանց հանդեպ։ Սա է ճշմարիտ ուսմունքը։ Կապ չունի ինչպիսի մարդ եք։ Երբ որ Քրիստոսին մոտենում են բժշկվելու, Քրիստոս երբևէ նրանց ազգությունը հավատալիքը հարցրեց, չհարցրեց, չէ։ Բայց տեսեք սամարացի կնոջը, որ մոտեցավ, ասեց աղջիկս հիվանդ է, Հիսուս մեն նախ պետք է շները, ասում մենք էլ շներն ենք, ասում շներն էլ սեղանից թափված փշրանքից են։ Քրիստոս իրեն շան հետ է համեմատում, բայց մենք գնա քո հավատքը փրկեց քեզ։ Հռոմեացի զինվորականին հիշում եք, երբ որ եկավ, ասեց ծառաս հիվանդ է, ասեց արի գնանք քո տուն, ասեց չէ, դու իմ մի տուն մի ար, ես էլ իշխանավոր եմ, հրամայում իմ ծառան, դու ասա, եւ իմ ծառան կբուժվի, ասում է ամբողջ Իսրայելի մեջ այսպիսի հավատ չգտա։ Հեթանոս հռոմեացի էր, բայց ասում է դու ասա, իմ ծառան կբուժվի։ Իր զավակի համար չէր եկել, գեներալը եկել էր իր ստրուկի համար Քրիստոսին խնդրելու։ Եվ ասեց արժանի չեմ իմ տուն գաս, դու միայն ասա իմ ծառան կբժշկվի։ Ուրեմն Աստծո հանդեպ կատարել հավատք ունել եւ սեր մարդկանց նկատմամբ։ Սա է ուղղափառ վարդապետությունը։ Ճշմարիտ ուսմունք, որ սիրես բոլոր նրանց, ովքեր որ Քրիստոսին հավատում են կամ ուզում են հավատալ։ Եվ ուղղափառ հավատք այն է, որ պետք է սեր ունենանք բոլորի նկատմամբ, անկամ մեղավոր ու մերժված մարդկանց հանդեպ։ Մեր կյանքի մեջ այսօր այնպես որ մեկը սխալվում է, վերջ, ինքը այլևս մեր կողքը տեղ չունի։ Մերժում ենք իրեն, հանում ենք, նույնիսկ չարախոսում ենք, ինչ էլ որ գիտենք ավել պակաս, պատմում ենք այդ մարդու մասին, ավելի ենք կործանում, մենք մեզ հաղթանակած, թքված ենք, հավի պես գալիս ենք, տեսեք, էլի, մենք ավելի լավն ենք, քան նա, բայց մեր մեղքերը չի բացահայտվել, նրանն է բացահայտվել։ Մի օր էլ մերը կբացահայտվի դատաստանի ժամանակ։ Ուրեմն ամենամերժված մարդուն էլ դու պիտի կարողանաս սեր ցույց տալ։ Ես ձեզ կարծեմ պատմել եմ, Անգլիայում շատ գեղեցիկ սովորություն կա, հատկապես չեն սիրում այնտեղ թմրամոլներին։ Եվ որ ինքը բանտից պիտի ազատվի, ոստիկանը իր հետ 6 ամիս առաջ գալիս է արդեն բերում են իրեն քաղաք։ Իրեր սրճարան են գնում, կինոթատրոն են գնում, զբոսայգի են գնում, ցույց տալու համար այս մարդը փոխվել է, որպեսզի հասարակության վերաբերմունքը փոխվի։ Մեր մոտ մեկը մի ամիս բանտ նստեց եկավ, վերջ։ Ինքը էլ մեր տները չի կարող մտնել, ոչ միտեղ չի կարող աշխատել եւ իրեն ստիպում ենք, որ նորից ինքը գնա, հանցագործություն կատարի, բանտ վերադառնա։ Մենք մերժում ենք, որովհետեւ մենք ինքներս չենք հավատում մարդու փոփոխությանը։ Եթե խաչված ավազակը, որ ամբողջ կյանքում չարագործ էր եղել, իր վերջին խոսունությամբ փրկվեց, ուրեմն բոլորս էլ այդ առիթը պիտի տանք ամեն մարդու, որպեսզի իրենք էլ փրկվեն։ 14-րդ համարը պահիր բարի ավանդը մեր մեջ բնակվող Սուրբ Հոգու միջոցով։ Տեսեք, բարի ավանդը, այսինքն ավետարանի սերը, ճշմարտությունը պահիր, բայց տես ոչ թե քո անձնական, ասում է, Սուրբ Հոգու զորությամբ։ Ուրեմն եկեղեցին, համայնքը, մեր հավատքը պահողը Սուրբ Հոգին է, սիրելիներ։ Եվ Սուրբ Հոգու զորությամբ պիտի անենք, օգնությամբ, պիտի պահենք այդ ամենը։ Ուրեմն այստեղ ավանդը նաև ավետարանն արդեն ասաց, որ պետք է պահել մոլորությունից եւ կեղծ ուսմունքներից, այսինքն սխալ չմեկնաբանվի, հսկիր նաև հետևիր, օրինակ ինչպես են, որ մենք շատ հաճախ խաբվում ենք, չէ՞, երբ որ մեկը երբեք Աստվածաշունչ չի կարդացել,
Մեկը գալիս է ասում է, գիտես, Սուրբ գրքում այսպեսի բան կա գրա, դու այսպես խալ ես, մենք միանգամից հավատում ենք, մենք չենք կարդացել։ Օրինակ, երբ որ Եհովայի վկաները գալիս են, ասում են, խաչ ինչի եք կրում, եթե ավտոմատով սպանեն Հիսուսին, ավտոմատ էի գցելու ձեր վիզը։ Եվ մարդիկ էլ, որ գիրքին ծանոթ չեն կարդացել Քրիստոսի կյանքը, գործը չգիտեն, միանգամից խաբվում են։ Այս Պողոս Արաքյալն ասում է, քավլից, եթե այլ բանով պարծենամ, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով։ Ուրեմն խաչը պարծանք է։ Եվ երբ որ Հիսուսին չէին կարող գլխատել կամ նիզակով սպանել կամ թրով սպանել, ոչ, Հիսուս պիտի խաչվեր, որովհետև կյանքի ծառից էին պտուղը քաղել կերել, խաչը կենաց ծառն է, Հիսուսն էլ այդ պտուղն է, պիտի ճաշակես Հիսուսին, որպեսզի փրկություն ունենաս։ Դրա համար Սուրբ Հոգու զորությամբ ասում է պահիր այս ամենը, բայց ուրիշ ավետարան չկա, կան ոմանք, որ հավանություն են, որոնք խռովություն են սերմանում ձեր մեջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի ավետարանը։ Տեսեք, ասում եմ ուրիշ ավետարան չկա, կան ոմանք, ովքեր ուզում են շփոթության մեջ խառնեն Քրիստոսի ավետարանը։ Ասում են նույնիսկ անգամ երկնքի հրեշտակները որ գան, մեր քարոզած ավետարանը չեն կարող փոխել։ Այսինքն ինչ որ առաքյալները ստացան Հիսուս Քրիստոսից, նույնությամբ բառացիորեն փոխանցվեց մեզ եւ գալիս է մինչեւ այսօր 21-րդ դար։ 15-րդ համարը այս բանն իմացիր, որ մեզանից հեռացան բոլոր նրանք, որ Ասիայից էին, որոնց թվում են Փիդերոսը եւ Հերմոգենեսը։ Տեսեք, ասում է սա էլ իմացիր, որ շատ շատերը հեռացան մեզանից եւ երկու մարդանուն հիշատակեց, այն որ դու ասում ես բոլորից սպասում ես, բայց այս երկուսից չէի սպասում, չէ՞։ Այսինքն այս երկու մարդուց չէր սպասում Պողոս Արաքյալը, որ կլինեին։ Երբ որ դու ուզում ես քրիստոնեություն քարոզել, ավետարան քարոզել, շատ մարդիկ կհայտնեն մեր կողքը սիրելիներ։ Բայց երբ որ վտանգը լինում է, շատ քիչ մարդիկ պիտի մնան։ Գիտեք չէ, որ օրինակ Աչաջուրու գյուղում, Իջևանում, սովետական շրջանում իրենց քահանային կախել են հենց գյուղի ժողովուրդը եկեղեցու մեջ։ Նույն մարդիկ, որոնց ինքը մկրտել էր, պսակադրել էր, տնօրտներ էր կատարել, բժշկության աղոթք էր արել, այդ նույն մարդիկ սպանեցին իրեն։ Հուդան Հիսուսին մատնեց, չէ՞։ Ուրեմն Հիսուսի կողքով մնաց, երբ որ եկան Հիսուսին ձերբակալելու։ Ոչ ոք, բոլորը փախան։ Խաչի մոտով էր կանգնած մայրը եւ Հովհաննես Առաքյալը եւ այն յուղաբեր կանայք մի քիչ այնքան կանգնած լաց են։ Չկային առաքյալներ։ Հիսուսի հարությունից հետո բոլորը հավաքվեցին նորից։ Ուրեմն սա ինչ է նշանակում, որ ով էլ քո կողքը չլինի, եթե մենակ էլ մնաս, հիշիր, որ մեկ հոգի ունես, դա Հիսուս Քրիստոսն է։ Միակ անդավաճան ընկերն ու բարեկամն է, որ ինչ էլ որ անենք, ամենաստոր արարքի մեջ էլ հայտնվենք, ինքը մեկ է ձեռքը պարզած, ուզում է մեզ այնտեղից հանել։ Այս երկու անունները ոչ մի հիշատակություն չկա, այս մարդիկ ովքեր են եղել, բայց ինչն է Պողոս Արաքյալի նպատակը, գրել է, որ այս մարդիկ ամենաշատ ցավ իրենցից է սпасել, զգացել, որ այս մարդիկ որ պատրաստ են եղել, ոնց որ Պետրոս Արաքյալը Հիսուսին ասեց, եթե բոլորն ուրանան, ես մեկ է քո հետ գալու եմ մինչև հիմա ուրացավ ու ցավ ապրեց Հիսուս, այնպես էլ այս մարդիկ Պողոս Արաքյալն են ցավ պատճառել։ Ուրեմն շատ պետք է մենք չողոքեվորվենք, երբ որ մեզ շատ գովում է մեր կողքը շատ մարդիկ կան, երբ որ մենության մեջ ենք, շատ չպետք է տխրենք։ Մի օր մի երիտասարդ գալիս է վանականի մոտ, ասում է ուզում եմ վանական դառնալ։ Ասում է խնդիր չկա, սիրո, բայց հիմա քեզ հանրարարություն եմ, դի գնաս գերեզմանատուն, բոլոր ննջեցյաններին գովաբանես։ Մի ժամ բոլորին կանգնում ես իրենց քարերի դիմաց, իրենց գերենում, բովերքում ես իրենց։ Գնում է գալիս է, ասում է արեցիր, ասում է դե հիմա գնա հակառակը։ Ամենավատ բարով իրենց անպատվիր ստորացրել այդ մարդկանց։ Հետ է վերադառնում, ասում արեցիր, ասում է որևէ մեկը քեզ պատասխանեց, ասում է ոչ։ Ասում է այնպես էլ դու, երբ որ քեզ գովաբանեն կամ քեզ վատաբանեն, երբ որ չհպարտանաս կամ չհուսահատվես, կարող ես Քրիստոսի ծառան լինել։ Ուրեմն մեր կյանքի մեջ այսպես է։ Երբեք շատ չուրախանաք այն մարդկանց, որ հաջողության մեջ ես քո կողքերը լիքն են։ Եվ երբեք չտխրեք, որ չմնացին քո կողքը ոչ ոք։ Հակառակը, ուրեմն Տերը քեզ փրկեց այդ մարդկանցից, ազատեց նրանց ներկայությունից։ Երբ որ Հիսուս ասում է, որևէ աչքը, ձեռքդ քեզ գայթակղում է, կտրիր նոր մտիր երկնքի արքայություն, սա ֆիզիկական աչքերի ձեռքի մասին չէ, այլ այն մարդկանց, ովքեր խանգարում են քեզ Քրիստոսին գնալու ճանապարհին, կտրի քեզանից, հեռու պահիր քեզանից, որպեսզի կարողանաս երկնքի արքայություն մուտք գործել։ 16 համարը թող Աստված ողորմած լինի Օնոսիփորոսի ընտանիքին, որտեղ նա ինձ շատ անգամ հանգստացրեց եւ իմ կապանքները ամոթ չհամարեց։ Այլ երբ Ռոմ եկա,
Եռանդագին փնտրեց ինձ ու գտավ։ Տա Տերը, որ նա ողորմություն գտնի Տիրոջից այն օրը, եւ թե ինչքան ինձ ծառայություն մատուցեց Եփեսոսում, այդ նույն ինքը քաջ գիտես։ Ամբողջը կարդացի, որ հասկանա։ Ուրեմն տեսեք, այն երկուսի անունը երբ որ կարդաց Պողոս Արաքյալը անիծեց, ոչ, վատաբանեց, ոչ։ Բայց հիմա տեսեք, նորից եմ կարդում, ասում է թող Աստված ողորմած լինի Օնեսիփորոսի ընտանիքին։ Այս մարդը հավանաբար մի հարուստ մարդ էր եղել Եփեսոսում, սիրելիներ, ով եկել գտել էր Պողոս Արաքյալին, շատ օգնել էր, թե նեղության մեջ ուտելիք էր բերել, նրա կապանքները, նրա վերքերն էր մշակել, թե հագուստ էր բերել, թե Քրիստոս, ամեն ինչ ասում է, դու գիտես, Պողոս Արաքյալը ասում է, որ Տիմոթեոսը անձնապես դու քաջ գիտես։ Բայց այստեղ ինչն է, կարող ուզեցի անդրադառնամ այստեղ։ Երբ որ այս նամակը գրում էր Պողոս Արաքյալը, այս մարդը մահացած էր։ Մահացած էր։ Եվ տեսեք, երբ որ ասում են, գիտեք, բողոքական, ավետարանական ճյուղի բոլոր եկեղեցիները չեն ընդունում հոգեհանգիստ մահացածների համար աղոթել։ Պողոս Արաքյալը աղոթում է այս մարդու համար։ Նորից եմ կարդում, տեսեք, ասում է, թող Աստված ողորմած լինի նրա ընտանիքին, որտեղ նա ինձ շատ անգամ հանգստացրեց եւ իմ կապանքները ամոթ չհամարեց։ Այլ երբ Ռոմում էի, ասում է, թող Տերը տա, որ նա ողորմություն գտնի Տիրոջ օր, այսինքն դատաստանի ժամանակ ողորմություն գտնի։ Ուրեմն տեսեք, օրհնում է ընտանիքի անդամներին։ Ասում է, իրեն էլ թող Աստված դատաստանի ժամանակ ողորմության արժանացնի։ Ուրեմն աղոթում է ննջած մարդու համար։ Ինքը չկա ֆիզիկապես, բայց ասում է, թող Աստված իր հոգում ողորմություն անի։ Սա քրիստոնեական եկեղեցու մեջ առաջին ու շատ կարևոր օրինակն է, որ մահացած մարդու համար պետք է աղոթել։ Ինչի համար, որպեսզի դատաստանի ժամանակ Տերը իբրև ինչ դատի, հայր դատի, չէ, ողորմած գթած հայր դատի, ոչ թե արդար դատավոր դատի։ Ուրեմն տեսեք հոգեհանգստի կարևորությունը, որ մահացած մարդու համար մենք աղոթում ենք։ Այո, մենք որ գնում ենք մարդու համար աղոթում ենք, մենք իր համար չենք կարող ապաշխարություն բերել, հիմա որտեղ մարդ իր կենթանության ժամանակ պիտի ապաշխարի։ Մենք չենք կարող աղոթել, սովորեցնել, սուր գիրք ընթերցել տալ, բայց մենք աղոթում ենք իր համար, որպեսզի Աստված այդ մարդուն դատաստանի ժամանակ ողորմություն անի, փրկություն տա։ Միայն սրա համար է մեր աղոթները ննջեցյանների համար։ Եվ եթե Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, մեր մյուս հայրապետները դրել են հոգեհանգստյան կարգը մեզ համար, ուրեմն նշանակում է, որ մենք պարտավոր ենք այս ավանդը պահել։ Իրենք մեզանից ավելի իմաստուն էին, սուրբ էին, սուրբ հոգուզորություն ունեին, Աստծուն էին ճանաչում։ Գրիգոր Լուսավորիչին ամեն օր հրեշտակը գալիս էր Խորվիրապի վիհում այցելում էր, նշանակում է կարող էր ինք այս ամենը մեզ փոխանցել, չէ՞։ Եվ ամենապարզ օրինակը Պողոս Արաքյալն, ասում է, օրհնությունը թող իր ընտանիքի վրա լինի, իր բոլոր բարի գործերը, տեսեք, այստեղ նորից գործերը, ինչքան բարի գործեր որ արել ես, թող այդ գործերի ամբողջ օրհնությունը գնա իր ընտանիքին եւ դատաստանի ժամանակ էլ Աստված ողորմած լինի։ Հիսուս ինչ է ասում, կգա ժամանակ, որ բոլոր գերեզմանները կբացվեն եւ բոլոր մարդիկ, ովքեր գերեզմանեն դուրս կգան, նրանք ովքեր որ բարիք են գործել, կապրեն, նրանք ովքեր որ չարիք են գործել, կմեռնեն հավիտենական մահով։ Ուրեմն այսքան կարևոր է մեր բոլոր հարազատների, ննջեցյանների համար աղոթել, որպեսզի Տերը ողորմություն անի։ Եվ մյուս օրինակը մենք տեսնում ենք 5 կտակարանի մեջ Մակաբայեցների գրքի մեջ, որ կռվի ժամանակ զոհվում են, բայց ասում է Հուդա Մակաբեն ընծաներ ուղարկեց Երուսաղեմ, իր ընկերների համար աղոթել, թե վստահ էր, որ գեղեցիկ մահով ընկածները անպայման հարություն պիտի առնեն։ Պատերազմի ժամանակ ասում են գեղեցիկ մահով ընկածները, այսինքն ովքեր իրենց կյանքը տվել են ուրիշների փրկության համար։ Թող սա մեզ համար օրինակ լինի, սիրելիներ, որ մենք էլ չմոռանանք բարիք գործել մեր կյանքի մեջ, որպեսզի Տերը նայի մեր վրա քաղցրությամբ, գթությամբ նայի, սիրով նայի, ոչ թե դատավորի աչքերով նայի, որովհետև դատավորը երբեմն չէ, ինքը խիղճը մի կողմ է դնում եւ օրենքի տառին համապատասխան այդպես է վարվում։ Հիմա մեր կյանքի մեջ էլ Աստված եթե խստությամբ դատի, մենք չենք փրկվելու։ Ինչու Աստված քահանայությունը տվեց մարդուն, ոչ թե հրեշտակներին, որովհետև հրեշտակները մեղքը չեն հանդուրժում։ Իսկ մենք որպես մարդ, հիմա ես մարդ եմ, չէ՞, որ մեկը գալիս է մոտ խոստովանության, ես հասկանում եմ, որովհետև ես էլ այդ նույն մեղքերի միջով անցել եմ։ Եվ իրեն ինձ տրված իշխանությամբ թողություն եմ տալիս։ Բայց երբ որ գնար հրեշտակին ասել, հրեշտակը չէր ների։ Հիշում եք Զաքարիային, Հովանես Մկրտչի օր, երբ որ հրեշտակին տեսավ, ինչ արեց։ Վախեցավ։ Ինչու՞։ Որովհետև հրեշտակի հայտնվելը
նշանակում մեղքի պատճառով քեզ մահ են բերել։ Միանգամից վախեցավ։ Աստվածամայրը որ տեսավ, վախեցավ, չվախեցավ, որովհետև մաքուր էր, մեղք չուներ։ Ամենամաքուր անոթներ հրեշտակը եկավ։ Ուրեմն այս օրինակով է, որ երբ որ դու մաքուր ես, չես վախենում, բայց երբ որ մենք մեղքեր ունենք, այդ մեղքերի համար պիտի մեր բոլորի համար, ինձ համար էլ պիտի աղոթեն, հետո, երբ որ ես ննջեմ, մյուսներն ինձ համար պիտի աղոթեն, որպեսզի Աստված իմ մեղքերը շատ վտանգավոր չհամարի իմ կորստության համար։ Այսքանը սիրելիներ, թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք իբրև քրիստոնյաներ նախ չամաչենք մեր քրիստոնյա լինելուց, միշտ արժանապատվորեն կրենք այդ անունը մեր վրա, ոչ թե մենք քրիստոնյայի անուն ունենանք, այլ նրա զորություն ունենանք, նրա սերն ունենանք, քրիստոնյայից դուրս եկող լույսը մեր կյանքի մեջ չեն։ Ես ինձ համար քրիստոնյայի կերպարը սա է, որ տեսեք անպամած է, չէ՞ այսօր։ Եթե անձրև չկա, այս ամպը անիմաստ է, որտեղ ինքը ընդամենը փակեց արևի ճանապարհը։ Մենք արևի լույսը չտեսանք։ Ամպի առաքելությունը անձրևն է։ Եթե անձրև չկա, ինքը միայն լույսն է խանգարում։ Նույնն էլ քրիստոնյան է, որ ինքը իր կյանքի մեջ լույս չէ, ինքը խանգարում է մյուսներին այդ լույսը տեսնելու։ Ուրեմն մենք մեն անունով չլինենք քրիստոնյա, այդ լույսի կրողները լինենք, հույսի կրողները լինենք եւ հատկապես սերը բաց թողենք։ Ինչպես որ արբակը, որ sense քչքչալով գնում է, ինչ է անում, որտեղ չորություն է, կանաչ է, չէ՞ վերում։ Այնպես է սերը պետք է թողես գնա, որտեղ չոր է, անապատ է, այնտեղ սեր լինելու, որպեսզի մարդիկ էլ այդ սիրով կարողանան այդ ճանապարհով հետ վերադառնալ դեպի Քրիստոս։ Աստված պահապան բոլորի սիրելիներ։